Բարև ձեզ։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ յուրաքանչյուր Աստծո զավակ մի վերջնական իր կյանքի մեջ ունեցած փափագ ունի։ Այնպես ապրել, որ իր կյանքի ավարտին անշուշտ հայտնվի երկնքի արքայությունը։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ յուրաքանչյուր Աստծո զավակ իր հոգևոր կյանքում մի փափագ ունի։ Ապրել Աստծո կամքի համաձայն, որպեսզի երկնքում Աստծո արքայությունում հայտնվի։ Եվ դրա համար խիստ հրամայական է դառնում Աստծո կամքը փնտրել իր իսկ խոսքում, Աստվածաշնչում։ Թե որքանով է նա Աստծո կամքի գիտությունը գիտակցում եւ տիրապետում, դա արդեն կախված է նրա Աստծո խոսքի նկատմամբ ունեցած անկեղծությունից։ Եվ թեպետ բոլոր հարանվանությունները մի կարևոր փաստ են արձանագրում, որ իրենք հետևում են Աստծո խոսքին եւ իրենց կյանքի առանցքը Աստծո խոսքն է, այնուամենայնիվ թույլ տվեք ասել, որ ոչ բոլորն են տիրապետում Աստծո կամքին, որը արտահայտված է հատկապես մեր Տեր Հիսուս Քրիստոսի վարդապետության ուսմունքի մեջ։ Եվ մենք այսօր որոշեցինք խոսել մի կարևոր թեմայի մասին, որի մասին կարծում եմ յուրաքանչյուր հարանվանություն մատուցում է այն չափով, ինչ չափով կամ ինքն է հասկանում եւ կամ որ իրենց է հարմար։ Յուրաքանչյուր բանիմաց մարդ, բանական արարած, որ ինքնուրույն կարողանում է արդեն սերտել Աստծո խոսքը, հանկարծ գալիս է մի պահ, որ հայտնաբերում է, որ այնինչ, որ գրված է Աստծո խոսքում, այնինչ, որ եկեղեցում որպես իրողություն պետք է անհատի եւ ընդհանրության միջև հարաբերությունները կարգավորող սկզբունք հանդիսանա Աստծո խոսքը, հաճախ դրանք չեն նկատում։ Ավելի պարզեցնեմ, այսօր քիչ չեն անհատները, հավատացյալները, որոնք լքում են եկեղեցիները, պատճառաբանելով, թե մի դեպքում մենք չենք տեսնում Աստծո կյանքը, մյուս դեպքում ուսմունքն է սխալ, մյուս դեպքում հովիվն է սխալ, գայթակղվում են հովից եւ այլն եւ այլն։ Մի մասն էլ ստիպված ենթարկվելով այն կարգ ու կանոնին, որ հրահանգված է վերևից, ենթարկվում է այդ կարգ ու կանոնին բնականաբար եւ շարունակում մնալ այնպիսի միջավայրում, որը երբեք էլ նրան հոգեվոր աճի չի նպաստում։ Մենք մեր հաղորդումներից մեկի ժամանակ ասել ենք եկեղեցու կարևորությունը։ Դրա մասին դուք կարող եք մեր հաղորդումներում, Աստվածաշնչի բացահայտումները հաղորդումներում շատ անգամներ լսել, որ մենք կարևորել ենք, որ Քրիստոս չի գալու անհատի հետևից, նա գալիս է եկեղեցու հետևից։ Եվ երբ որ շատերն ասում են, որ եկեղեցուց դուրս փրկություն չկա, շատ լավ կլներ, որ նաև հիմնավորեին Աստծո խոսքով։ Մենք ուզում ենք ասել, որ փրկվածները եկեղեցու մեջ պետք է լինեն, եւ ոչ թե եկեղեցուց դուրս փրկություն չկա։ Իրականում իրոք, որ եկեղեցուց դուրս փրկություն չկա, որովհետեւ եթե անհատը չի կարևորել իր դերը, չի կարևորել իր տեղը եկեղեցու մեջ, ապա նա վտանգում է նաև իր փրկությունը իսկապես։ Եվ ահա ես ուզում եմ, որ այսօր այդ թեման շոշափել, թե իրականում եկեղեցու մեջ հովիվները ինչպիսի պարտավորություններ ունեն եւ իրենց պարտավորությունների մեջ հաճախ որն է, որ նկատելիորեն ցայտուն կերպով խոսում է այն մասին, որ իրենք ընդամենը Ահարոնի քահանայություն են անում եւ նոր կտակարանյան քահանաներ չեն նրանք։ Խոսքս վերաբերում է այն սպասավորներին, ովքեր հավատացյալներին պարտադրում են 5 կտակարանյան օրենքներ։ Իսկ որ այդպիսի օրենքներով շարժվում են այսօրվա շատ հարանվանություններ, չնայած որ իրենք միշտ էլ թմկահարում են, որ իրենք շնորհքի տակ են, հատկապես եկեղեցին կառավարելու եւ հավատացյալներին հնազանդության մեջ պահելու, այսպես կոչված հոգեվոր տերորի ենթարկելով շատերին, դա բացահայտ երևում է ժողովրդի միստվար զանգված ի վիճակի չլինելով Աստծո խոսքը ինքնուրույն սերտել եւ հասկանալ, մտավախություն ունենալով, որ ինքը չլինի հանկարծ օծյալի դեմ դուրս գա, որովհետեւ նրան սովորեցրել են հովի դեմ դուրս գալ, հովի մասին խոսել, դա նշանակում է ուղղակի օծյալի դեմ դուրս գալ։ Եվ այսպես հոգևոր ահաբեկչության ենթարկելով հավատացյալներին, զրկում են իրենց իրավունքից
որ ինքնուրույն իրենք կարող են բարին եւ չարը զանազանել, ինչպես գրված է, հոգևոր մարդն այն մարդն է, որ բարին ու չարը զանազանում է, ինչպես քիմքը զանազանում է համը։ Եվ եթե հավատացյալին զրկում են իր իրավունքից, որ կարող է քննել բոլորին, ապա ստացվում է, որ մեխանիկորեն այս անձնավորությունը միշտ եկեղեցում ինչ որ իմաստով ահու սարսափի մեջ կարող է գտնվել անգամ, երբ մտածում է, որ հովիվը հանդիսանում է երկինք մտնելու դուռը։ Աստծո խոսքն ասում է, որ միակ դուռը Տեր Հիսուսն է։ Օծյալի դեմ դուրս չգալ, օծյալի դեմ չխոսալ, նա Աստծո օծյալն է, դուք գործ չունեք, Աստված իր այդ հարցերը կլուծի։ Շատ անգամ այսպիսի խրատներ եւ խորհուրդներ են տրվում։ Մենք այսօր Աստվածաշնչի շրջանակներում կքննենք օծյալի գաղափարը, ընդհանրապես օծյալ հասկացությունը, եւ կփորձենք նաեւ յուրաքանչյուր հավատացյալին ուղղորդել իր իրավունքների մեջ լինել, այն է, եթե ինչ-որ մի բան չի համապատասխանում Աստծո խոսքին, նա իրավասու է մերժելու ամեն ինչ, ինչը որ չի բխում Աստծո կամքից, որ արտահայտված է իր խոսքում։ Եվ այդ իմաստով հաճախ նաեւ այն ազնիվ ու անկեղծ հոգիները, որոնք փորձում են սիրույց շարժված անգամ իրենց դիմացիների եւ անգամ իրենց սպասավորների այս կամ այն խնդիրների շուրջ խոսել, այսպիսի անձնավորությունների չարախոսներ, բամբասկոտներ եւ այլն հայտարարում։ Իմ խոսքը չի վերաբերում, ինչ ճիշտ հասկացեք, նրանց, ովքեր որ եկեղեցում խախտում են եկեղեցու անդորը եւ շեղումներ են ապրել, հերձվածներ են մտցնում կամ չգիտեմ բողոքներ են անում իրենց սեփական ամբիցիաներից եւ իրենց էգոից դրդված։ Բոլորովին իմ ասածը այդպիսի անձերին վարքագծի արդարացման մասին չի խոսում։ Եվ երբեք իմ խոսքը որևէ մեկը թող չփորձի ծռել, թե կամայողբարն ասում է դուրս եկեք ձեր հովիվների դեմ, ճիշտ հակառակն եմ ասելու։ Ամեն հոգևոր Աստծո կամքը հասկացող հովիվ ինքը պիտի հասկանա, որ հոտը կարող է հնազանդ լինել իրեն, եթե ինքը տերումն է, ինչպես գրված է հնազանդ լինել հոգևոր առաջնորդներին, բայց միաժամանակ գրված է նաև տերումը։ Սա նշանակում է, որ ինքը հովիվը նախ պետք է ուշադրություն դարձնի, որքանով է ինքը տերումը գտնվում, եւ միաժամանակ երբ հնազանդություն է պահանջում հոտից, ապա այդ հոտն էլ պետք է ուշադիր լինի, որ այդ հովիվը ինքը տերումը լինի։ Հովիվը կաթ պատրաստողն է, հովիվը վերք փաթաթողն է, հովիվը հայր է, հովիվը խնամակալ է, տնտես է, դայակ է, ամեն ինչ մենք ինչ որ եկեղեցու մեջ առաջնորդը կարող է ինքը որպես հոգևոր պարտավորություններ կատարել, Աստծո խոսքը իր մեջ պարունակում է։ Եվ այդպիսի հովիվները բնականաբար իրենց արժանի վարձքը առնելու են երկնքում։ Որովհետև Աստծո խոսքն ասում է մեծ վարձքի հատուցում կա։ Սակայն երբ որ Աստծո խոսքից դուրս հովություն է տեղի ունենում, թող հովիվները զգուշ լինեն, որովհետև ամենքս ենք Աստծո առջև կանգնելու, Սուրբ Գիրքն ասում է եւ Աստված իր դատաստան իրատանից է սկսելու եւ իր օծյալներից, եթե չակերտավոր ես այդպես ասեմ, որովհետև դուք նոր գտակարանում ոչ միտեղ չեք կարդա, չեք հանդիպի, որ 5 գտակարանի կարգի համաձայն հովիվը օծվում է, այն օծությամբ, ինչպես որ հարանվանությունները յուղը ձեռքներին առած առաջնորդները օծում են անձնավորությանը որպես հովիվ։ Նման բան դուք նոր գտակարանում չեք տեսնի։ Մենք կանդրադառնանք օծության այդ խնդիրներին։ Միաժամանակ նաև կանդրադառնանք այն հաղորդակցության մեջ եկեղեցու անհատների այն դրվածքին, որ մեղքը ոչ մեկի կողմից չպետք է հանդուրժվի եւ կեղծ սիրո այդպես քողի տակ մեղքը այդպես ծածկակոլոլ անել եւ անցնել չի կարելի։ Մենք այդ մասին խոսել ենք, որ ճշմարիտ եկեղեցին այն եկեղեցին է, որ մեղքի նկատմամբ ունի անհանդուրժողականություն, իսկ հովիվն էլ անաչառ է, իրավունք եւ արդարություն է կատարում եկեղեցու։ Ամենայն խստությամբ եւ ամենայն սիրով, հեզությամբ եւ հոգատարությամբ հոգ է արվում, որպեսզի մեղքը եկեղեցում բացառվի։ Սա է իրական ճշմարիտ եկեղեցին,
Իսկ այն ինչ որ վեճեր կարող են լինել, հակառակություններ կարող են լինել, իհարկե կարող են լինել, եւ Սուրբ Գիրքն ասում է, որ դրանք կարող են լինել, բայց ողջամտության շրջանակներում, եթե դրանք տեղի են ունենում, եկեղեցու աճին են նպաստելու։ Եվ ես այսօր դրա մասին կխոսեմ, որ շատ անգամներ ավետարանից դա չեն նկատում, որ առաջի տարի եկեղեցում անգամ հանուն նրա, որ սրբությամբ են ուզում բոլորն ապրեն, մեղքի նկատմամբ նույն վերաբերմունքն են ունեցել եւ նույն խստությունը եւ այստեղ բոլորովին էլ չարության կամ էգոիզմի դրսևորում կամ դիկտատորի ինչ որ առաքյալների կողմից ինչ որ դրսևորումներ մենք չենք տեսնում։ Սակայն երբ այսօր եկեղեցում նմանատիպ երևույթներ անկեղծ հոգիների միջից մենք տեսնում ենք, որ դրանք կան, անմիջապես դագանակի պես մահակ է իջնում իրենց վրա, լրացնում են եւ ասում լուր մնա եւ այլն։ Մենք կտեսնենք, թե որքանով է դա աստվածահաճո աշխատանք, որ այդպես են վարվում եւ որքանով է դա մարդահաճո գործ, որը խստագույնս դատապարտելի է։